Արաբոտյան արշալուսին Յարքեզի տեսա երազոր Երքում էի երքում մետ Քաղտուր ձայնով սկեսազով Կիրակի առավոտյան Դավիթբեկ գյուղում երգի ցածրահնչյուն ձայն տարածվեց։ Գյուղի ավագ բնակիչներից մեկն էր ձեռնափայտին հենված իջնում վերին թաղամասից ու դողդոջուն ձայնով երգում։ Քիչ անց իմացանք, որ երգը տարեց Դավիթբեկցու ուղեկիցն է Ամենուր, եւ նա անգիր հիշում է գյուղում տարածված բոլոր երգերը։ Շնորհակալություն հայտնելով պատվական պապին օրվա սկիզբը քաղցրացնելու համար շտապեցինք ծանոթանալու գյուղին ու իր բնակիչներին։ Այս հարցում մեզ ինքնակամ օգնելու եկավ Ալբերտ Հարությունյանը, ով համբերությամբ ուղեկցում էր Ամենուր եւ մարդկանց բացատրում էր այցելության պատճառը։ Այսպիսով տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքը գտնվում է մարզկենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի ավելի քան 800 բնակիչ եւ 216 գյուղացիական տնտեսություն։ Մինչև 1949 թիվը գյուղը կրում էր Զեյվա անունը։ Զեյվա գյուղը պատված է բլուրներով, որը բլուրների հետևում գտնվում է Ադրբեջանի տարածքները, ինքը այդ բլուրների հաշվին շատ ամուր է, ընդհանուր տեսքով տպավորություն է ստեղծում ամրոցի տեսք, որը գյուղին ամրություն է տալիս, թուրքերը հակառակորդի կողմից չեն կարող նրանք ներխուժեին գյուղի տարածքները։ Դավիթբեկ վերանվանվեց, քանի որ գյուղը հիմնվել էր 18-րդ դարում, Զորավարի ցուցումով Ղարաբաղից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից։ 19-րդ դարում բնակավայր տեղափոխվեցին նաև շրջակա Տախ, Ենգինջա, Փակահան, Ակն, Խաթուն, Բաղ գյուղերը։ Իսկ 1919 թվականին այստեղ ապաստան գտան Վասպուրականից ներգաղթած մի քանի ընտանիքներ, եւ բնակչության ծագման բազմազանությունից էլ բխեց համագյուղացիներին տրվող բնութագրումը։ Բեկցիների մեջ ամեն ձև մարդեր կա, խելոք էլ կա, մի քիչ չարել կա, աշխատասեր կա, ոչ աշխատասեր կա, տարբեր դիրքի մարդիկ են, որոնց հետ պետք է լեզու գտնես։ Գյուղի այժմյան բնակչության 20%-ը Ղարադաղից, իսկ 80%-ը Ղարաբաղից եկած ընտանիքների սերունդներն են։ Ասում են, որ գյուղի 7 հիմնասյունները 7 տոհմերն են՝ Տերած, Պուղուսած, Եղիազարած, Մելքումած, Ակուց, Մսկամած եւ Տերեցված, որոնք էլ իրենց հերթին ունեն տարբեր ճյուղավորումներ։ Մեր տոհմը կոչվում է Յետիմաց։ Յետիմացա կոչում, որովհետև մեր պապը, հայրապետ պապը, շուտ է մահացել։ Նա ուներ երկու տղա, Օհանջան եւ Հարություն։ Օհանջանը մնում է հոր օջախում, այդ Հարությունը մոր հետ գնում է ուրեմն համոզնանում է Սևակար մի գյուղացու հետ։ Եվ դեղ էլ Սևակարցիկ նրա անունը դնում են ուրեմն Յետիմ Թյունի, Յետիմ Հարություն։ Ես պես էլ շարունակ մնում է մեզ վրա այդ ազգանունը արդեն 170 երևի 200 տարի այդ ազգանունը անունը կրում է, որպես Յետիմաց։ Մեր մեզ համար էլ շատ քաղցր անցում, քանի որ արդեն մեզ համար շատ սովորական է դառել Յետիմաց։ Բայց Յետիմաց կոչվում է որբ, մենք էլ ուրեմն մեր ցեղի մեջ տղամարդկանց կարակը ավելի շատ է, ավելի ճյուղավորված։ Հայրս 10 երեխա է, 11 երեխա է, որից 7 տղա։ Գավրուշ Հարությունյանի հիմնական նպատակն այս պահին որդու համար կառուցվող տունն ավարտին հասցնելն է։ Սակայն նա ողջ կյանքն ապրել է մի կարգախոսով, ովքեր իրենց անցյալը լավ չգիտեն, չեն կարող կառուցել արժանի ապագա, ու ազատ րոպեները լրացրել է գյուղի մասին տեղեկատվություն հավաքելով։ Պատմական ամենանշանակալից իրադարձությունը համարում է 19-21 թվականները, երբ գյուղը Նժդեհի գլխավորությամբ ակտիվ պայքարում էր թուրքական եւ ռուս-թուրքական բանակների դեմ։ 1919 թվականի աշնան վերջին Նժդեհը եկել է Զանգեզուր։ Նժդեհը Զանգեզուր մտնելով մեր գյուղը որպես ծայրամասային գյուղ շրջապատված, ասենք 2-3 մասով թուրքերի կողմից, Նժդեհը անմիջապես եկել է մեր գյուղ։ Մեր գյուղում այդ ժամանակահատվածը Մոսուն Բուղդանը կասում էլի, ասենք մեր ցեղից Մոսյան Բուղդանը, ու գյուղի միջոց Նժդեհը մտնել է ինքն էր կազմակերպում թուրքերի դեմ այդ պայքարի բանը, ինքն էր Մոսուն Բուղդանն էր կազմակերպում։ Եկել է Իջևան էր Մոսուն Բուղդանի տանը եւ Մոսուն Բուղդանն նշանակել է որպես վաշտապետ։ Բանը Նժդեհը կազմակերպել է մի ամսից հետո արդեն պոստերանշանակել մեր գյուղի հետ բարձրունքներում եւ կազմակերպել թքերի հետ տարման։ Այդ այնի գյուղ կա։ Առաջի ուրեմն ընդհարումը սկսվել է այնից։
1919 թվականի աշնան վերջին, ուրեմն թուրքերին ամբողջ տեղահանել հասցրել միջով Խոջան։ Այդ նշանավոր դեպքեր, եթե Նժդեհը չլիներ, մեր գյուղը միգուցե այժմ գոյություն չունենար, դեռ թուրքերի ձեռքին։ Կյանքի 260 տարիների ընթացքում գյուղն ունեցել է 2 բարերար։ Նրանցից առաջինը Գևորգ Եղիազարյանն էր, որ 1902 թվականին կառուցեց Քաշունի գետի վրայով ձգվող կամուրջը։ Շուրջ 100 տարի անց գյուղը ծնունդ տվեց իր երկրորդ բարերարին՝ Միրիք Մնացականյանին, ով դեռ երկար կապրի համագյուղացիների երախտապարտ սրտերում, իսկ նրա վերջին նվերը գյուղին դեռ երկար ժամանակ աճ կշոյի։ Եկեղեցու նշանակությունը մեր գյուղի համար այս եկեղեցու տեղը մեր գյուղի կենտրոնն էր առաջ եւ մեր գյուղի կենտրոնական ամեն ինչ կատարում էր այստեղ եւ այսօրվա դրությամբ ասենք թե կենտրոնը ավելի կենտրոն դառավ, ասենք թե եկեղեցին այս շինության հետ միասին մեր գյուղի համար դառավ ձգող մի բան, որ բերում է մեր գյուղացիներն այստեղ եւ այս ամենի ես հպարտ եմ, որ Միրիք Մնացականյանը իմ դասընկերն է եւ ինքը կարողացավ այս կենտրոն սարքել, ասենք պատրաստել եւ հպարտ եմ, որ այդպիսի լավ տղաներ են ծնվում մեր գյուղում եւ մեր գյուղի համար բարեգործությունը սկսվում է հենց Միրիք Մնացականյանից։ Ցանկանայի, որ ժամանակակից երիտասարդները նույնպես մտածեին այդ ուղղությամբ եւ մեր գյուղի համար անեն ինչ որ հնարավորություն ունեն։ Նորակառույց մատուրից զատ գյուղը եւս մեկ սրբատեղի ունի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Այն կառուցվել է 1866 թվականին։ Նախքան այդ նույն տարածքում եղել է Փայտյա եկեղեցի, ուր այցելում էին հավատացյալները։ 1920-ական թվականներին արդեն երբ որ խորհրդային կարգերը հաստատվում է, սովետական քաղաքականության արդյունքում փակվեցին եկեղեցիները, շատ եկեղեցիներ եւ նաեւ Դավիթբեկում փակվեց եկեղեցին եւ օգտագործեց եկեղեցու շենքը որպես պահեստ, հիմնականություններն էին պահում այստեղ ամբարումներին եւ ընդհանրապես չէր գործում եկեղեցին եւ բնականաբար այսպիսի պայմաններում եկեղեցին արդեն ժամանակի ընթացքում վերածեց ոչ բարվոք վիճակի, բայց ընթացքում 90-ականներին որոշակի աշխատանքներ տարվել է, տանիքը նորոգվել է որոշակիորեն, բայց ներսում կիսական վիճակ կա եւ այսօր աշխատող արված ամեն դեպքում եկեղեցու էս հին եկեղեցու մասնիկը վիճակը եւ ցանկալի կլինի, որ առաջիկայում որոշակի միջոցներ տրամադրվեն եւ եկեղեցին վերանորոգվեր։ Եվ եկեղեցու դերը շատ մեծ է, ելի եմ ասում, եւ այսօր շատ ցանկալի է մեր բոլորի համար, Դավիթբեկցիների համար, որ գործեր կոնկրետ նաեւ այս եկեղեցին եւ ընդհանրապես եւ նաեւ լիներ այստեղ կանոնավոր հոգեորական, որ կատարել այդ բոլոր եկեղեցական արարողությունները եւ մենք մասնակից լինենք այդ ամենին։ Դավիթբեկցիները գյուղը պայմանականորեն բաժանել են 3 թաղամասի՝ վերին, ներքին եւ եկինջա։ Վերին թաղամասը, որքանով հասկացանք, եկեղեցուց վեր ընկած բարձրադիր հատվածն է, որը բնակեցվել է ամենասկզբում, գյուղի հիմնման ժամանակ։ Տարածքում կարելի է հանդիպել շատ հին տների ավերակների, ինչը թաղամասին պատմական շունչ է հաղորդում։ Հենց այսպիսի տներից մեկում էլ 1879 թվականի մարտի 19-ին ծնվեց Արամ Մանուկյանը։ Անգամ տարեց բնակիչները արդեն հստակ չեն կարող նշել, թե ավերակներից որն է Արամի հայրական տունը, բայց այն, որ հայոց պետականության հիմնադիրը Զեյվայում է ծնվել, գյուղում բեկման ենթակա չէ։ Վաղ անցյալում Զեյվայի տղամարդիկ առավոտ կանուխ արտ էին գնում, հորովել կանչում, իսկ կանայք աղայանի բանաստեղծության հերոսների պես ճախարակ մանում։ Հիմա եզները, սայլերն ու ճախարակները վերացել են, իսկ շուղերը դեռ ձմռան հագուստ են գործում տարեց տանտիկինների ձեռքում։ Տատի մատա առաջ գործում է, մեկի մս տատիկ, մալև 70 քանի տարեկան տատիկը, ալ ես կանչում է գործին, ձեռնա գործում լալանում, են պատուհաններ են հետեպեն լալանում, լավլապեներ եմ լա գործում, ասեղնա գործալի, ժամանակի ընթացում, դե մենք մեզ տատիկը մալինչան, տանը նստած, հարսը գործի, թորներս գործի, տղաս գործի, ես ատան նստում մր գործեր եմ, վերը կարում անում, վերը կարում չում ինձ համար պարկում։ Իմ կյանք է շատ կեսացա, մեկ գործում ամեքի մինիտան վտատիկին հիշին։ Ջանա։ Դավիթբեկ գյուղը դեռ գազաֆիկացված չէ եւ այժմ բնակիչների միակ ցանկությունը կապույտ վառելիք ունենալն է, որպեսզի բնությանը քիչ վնաս հասցնեն։ Սակայն մինչ այդ իրականություն կդառնա, գյուղացիների կենցաղից անբաժան է Փայտյա վառարանը։
Մենք նորիա ամենօրյա փայտ օգտագործում։ Ինքն էլ ամռան սեզոնին պիտի առավոտը ժամը 5-ի վեր գնաս, որ վերջը վառես, թեյա, վերջը երախաներ են, հետո մի բան, պարզ բան էլ ասեմ, փեչի վրա եփած չայը, թեյ ասինքն, այն գազի եփածի համեմատ ավելի քաղցր է, ավելի դուրեկան է։ Հետո մեր գյուղում էլ կա խոտաբույս էր թեյի համար, երևի նրանք էլ մեծ մասը ժողովուրդը օգտագործում են։ Դե փայտն էլ գյուղի շրջապատը լրիվ համարյա անտառա, ժողովուրդը գնում են վերջը, բերում են, մեկը կներեք ավանակով, մեկը ձիով, մեկը մեքենայով, վերջը փայտի վառում, ասում են, եւ այն ճաշն էլ, որ եփում են, փայտով եփած ճաշը ավելի դուրեկան է, ավելի լավ է։ Փայտ վառելը շատ է օգնում տանտիրուհիներին տնտեսել էլեկտրաէներգիան, հատկապես պահածոների պատրաստման ժամանակ։ Ասում են, ձմռանը Դավիթբեկ գյուղի տղամարդիկ առանց թթվի տեսականու սեղան չեն նստում։ Ուստի այժմ պաշարներով ապահովելու ամենահարմար ժամանակն է։ Տիկին Կարինեն ներկայացրեց Շուշանի թթվի իր բաղադրատոմսը։ Հենց գարնանից էլ սկսում, այ մափակում Շուշան կարտելը։ Լցնում եք բանկաները, խաշում եք, հետո լցնում եք բանկաների մեջ, 3 գթալ աղեք լցնում, սառը ջուրը լցնում եւ կափարիչով սենց փակում։ Ամեն ձևի ցուցում եք շոշանա, բարունգա, պամիդորա, կաղամբա, ամեն ձև։ Եվ լավ է ուտում։ Իսկ պահածոյացման մթերք ունենալու համար նախ հարկավոր է մշակել այգիներն ու հողամասը։ Հողագործությունը գյուղում այն բնագավառն է, որի դժվարություններից մշակը զերծ մնալ չի կարող։ Միջով չչաչարվես, չքռնքես, քռնուկ չթափես, չես կարա արդյունքը ստանաս։ Դրանից պետք է գյուղացուն էլ առողջականի, գյուղացիները էլ չեն դիմադրում այս ծանր աշխատանքին։ Մեծամասնություն չեն վարում, չեն օգտվում հողերից, հողերը մենակ հարկերին են տալիս։ Ուս չունեն, վերասմա թոշակառողները մի քիչ թոշակառողները մնացած երիտասարդությունը անգործ, չեն կարողանում իրանց երեխաներին, ոնց ասած, մշակին, բիջարին, այս հողերը արդյունք չկա հողերու։ Որ մշակին, ոնց ասած, կարան իրանց երեխաներին մանկապարտեզի դպրոցի փողը տան։ Դե ծանր վիճակ է արդեն, քանի քեցածա, քանի շատ է դժվարան, ոչ թե լավն է քնում, վատն է քնում։ Գյուղում արդյունք չկա։ Նմանատիպ բարդություններից խուսափելու համար է նախկին զինվորական ՆՈԱԿ-ում բավարը կտրուկ փոխել գործունեության ոլորտը գյուղում հիմնելով առաջին ձկնաբուծարանը։ Որոշումը զբաղուց էր, որ զբաղվեմ ձկնաբուծությամբ, ուղղակի գործունեությունը սկսեցի անցած տարի։ Սկսեցի մտածելով, որ ինչ-որ միտեղ ձեռնտու է, ինչ-որ միտեղ երևի փոքր կլինի, երևի։ Համոզված չեմ, նոր եմ ես գործի մեջ, նոր եմ մեծանում, չեմ կարող ասեմ լավ ավատա, լավ որ զբաղում եք էլ։ Ամեն դեպքում ավելի երևի, ասենք, ֆիզիկապես հեշտ, քան անասնապահությունը։ Իշխանի ու կարմրախայտի բազմացմամբ գյուղում բոլորը չէ, որ հետաքրքրվում են, եւ մսամթերքի ստացման ավանդական աղբյուր շարունակում է մնալ անասնապահությունը։ Գյուղում խոշոր եւ մանր անասունների գլխաքանակը այս տարի հասնում էր 1.5 հազարի։ Այնինչ մշակաբույսերի աշնանացանը ընդամենը 150 հեկտար էր ու օգտագործվել էր գյուղի վարելահողերի 1/3-ը միայն։ Գյուղապետարանը հողագործության պասիվացումը դասում է համայնքի հիմնախնդիրների շարքին։ Դժվարությունը կայանում է նրանում, որ մեր գյուղատնտեսական մեքենաները եւ մեխանիզմները հին մեխանիզմներ են, պահեստամասերը ինքնըստինքյան թանկ են, վառելիքը թանկ է, դրանով գյուղացին իր վաստակով այդքան հնարավորություն չունի, որ կարողանա շատ վերջելի վարուցանք սկատարի, ածահատիկ բանջարեղեն արտադրում է այնքան, որ ինչքան իր ընտանիքին ապահովում է սնունդով ամեն ձևի
դե ասեք այնքան արտադրի, որ մի մասն էլ շուկա հանի, դա բացառում է Դավիթ Բեկցու մոտ, որ ստեղից ղափան տարած ինչ-որ այդ բանի վաճառքի ենթական տանել գնալ գալու համար այդքան էլ օգտավեճի դրա համար չի զբաղվում։ Առաջնահերթ իրականացող հիմնախնդիրներից մեկը գազիֆիկացման հարցն է, որ մեր Քարամյա ծրագրի մեջ էլ նախատեսված է դա մշակույթի տան հիմնանորոգումն է, որ այսօր վթարային վիճակում է, քանի որ մենք սահմանամերձ տարածք էինք, գյուղում շատ շենքեր են հրետակոծվել, որոնց մեկն էլ հենց մշակույթի տունն է, որտեղից սկսվեց արդեն կամաց-կամաց մեծ ծախսերի հետ կապված է տանիքը թիթեղից, ամեն ձևի, որ մերճի գյուղապետարանը այդքան միջոցներ չունի, որ այդքան ծախսեր կատարի ընդհանրապես դա վերանորոգի։ Համապատասխան տեղերին դա ներկայացված է ինքնստիկյան։ Վերջին 2 տարի ընթացքում Սյունիքի ժողովուրդը բախվեց 3 ահասարք սուրբ պատերազմի։ Սահմանամերձ Դավիթբեկ գյուղը 3-ին էլ անհաղոր չմնաց։ Դրանցից մեկի մասին արդեն խոսեցինք, իսկ հաջորդը հայրենական պատերազմն էր, որի մասնակիցներից ոչ ոք այժմ կենդանի չէ։ 106-ը ճակատում ընկան, մնացած 140-ին տարավ ժամանակը, իսկ հայրենականի հուշաքարը դեռ կա ու պարբերաբար բարեկարգվում է։ Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում զոհվեց 9 դավիթբեկցի, բայց հայրենիքը ազերիների ոտնձգությունից պաշտպանում էր ամբողջ գյուղը։ Ռոման Հարությունյանը նրանցից մեկն էր։ Իսկականից մարտղը լավն է կրվում։ Ճիշտ է, սենց մզմոտ դիրքային կրևեր, ոչ գնում եք առաջ որթե, բայց ամենանդեպս մարտղերանց ահագինոքի մահացան, դե պատերազմ են հենց պենա, որ դա կանֆետ չեմ բաժանում, էլի որ ինչ ասում կես, ամետեղ էլի զոհնում է, ափսոս, որ նման տղաները զոհվեցին, շատ լավ տղեկ հնա, ու միապես բոլորը, տենց մարդ չկար, որ վախի կամ բանանի, տենց մարդ չկար, բոլորը միատեղ պաշտպանել են մեր գյուղը։ 2011 թվականին ազգային ժողովի падգամավոր Գագիկ Գևորգյանը օժանդակեց գյուղում կանգնեցնելու զոհվածների անմահությունը վկայող խաչքար։ Եվ ամեն անգամ կողքով անցնելիս Ռոման Հարությունյանը մոտենում ու որոշ ժամանակ լուր կանգնում է քարի մոտ։ Մտքում զրուցում հերոսաբար հեռացած ընկերների հետ։ Համեմատությունը ճիշտ է սխալ էր ընդհանրապես պատերազմների մեջ, բայց դա անմիջապես մեր երկրին է կատարում, որովհետև այդ տղաները մեր երկրին են պաշտպանում, որ իրանց կյանքը տվել են հանուն մեր երկրի համար, ասինքն տվյալ մարդիկ հանուն մեր գյուղի համար են տված։ Ես կուզենայի, որ բոլոր երիտասարդները հիշեն, հիշող լինեն։ Ես հիշելով, գիտեք ինչա, եթե հիշում է, ինքը հիշում է իր անցածալը, ինձ որ դուք գալիս եք մեզնից հարցնում ինչա կատարում, ոնց անում, հիշում եք, չէ, այդ ջահելներն էլ պիտի հիշեն, եթե չհիշեն, ուրեմն մենք կործանված եք, ուրեմն այդ զոհված տղաները, զոհված ընկերները, զոհված պապաները, աղբերները, դա տրվում է անիմաստ բոլոր մեր գործողության։ Դպրոցում հավաստում են, հայրենիքը սկսվում է դպրոցից, իսկ դավիթբեկցիների հայրենասիրությունը Արամ Մանուկյանից։ Ու այդ հայրենասիրական հոգին ընդմիշտ պահպանելու համար 1990 թվականին կրթօջախն անվանվեց Արամ Մանուկյանի անվամբ։ Դավիթբեկ գյուղում մեծ տեղ են հատկացնում կրթությանը եւ դպրոցում այն դրված է ամուր հիմքերի վրա։ Այստեղ աշակերտներին դաստիարակում են ինքնուրույն մտածողության եւ հավասարության սկզբունքներով։ Դասեր անցնում են բարձր մակարդակով, հենց այդ է վկայում, որ ճիշտ է ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություն դիմորդներ կան, կոնկրետ այս տարի մենք ունենք 12-րդ դասարանում ունենք 11 շրջանավարտ, որից 6-ը բուհ են դիմելու եւ ամենայն հավանականությամբ կընդունվեն։ Բավականին լավ սովորող աշակերտներ են։
Դպրոցի հաջորդ հպարտության առարկան լավ մանկավարժական կադրերն են, որը տարիների աշխատանքի արդյունք է։ Լավ ասելով մենք հասկանում ենք հետևյալը, որ ունեն համապատասխան մանկավարժական բարձրագույն կրթություն եւ ոչ պակաս կարեւորը, որ տեղաբնակ են գյուղում են բնակվում, այսինքն եւ դպրոցում ուսուցում եւ դպրոցից հետո նորից աշակերտների հետ մանկավարժական աշխատանքի գործունեություն։ Դա շատ կարեւոր բան է։ Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ այն դպրոցում, որտեղ որ ավարտել եմ, քանի որ սա ինձ համար շատ հարազատ միջավայր է։ Այստեղ անցել են 10 դպրոցական տարիները, ամեն ինչ կապում է մանկության հետ։ Հետաքրքիր է աշխատել այն աշակերտների հետ, որոնք շրջապատն են կազմում, նույն գյուղում ենք ապրում, մեծացել ենք այստեղ։ Դե շատերը արդեն համարյա թե իմ հասակակիցների երեխաներն են։ Հաճելի է, ինչու՞ չի հաճելի։ Դու գիտես, որ կատարում ես մի աշխատանք, որը կատարում ես քո հարազատների համար, քեզ շրջապատող մարդկանց համար է դա։ Դպրոցը գործում է կաբինետային համակարգով։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր առարկայի դասաժամերն անցկացվում են համապատասխան դասասենյակում, իսկ շենքային պայմաններն էլ ավելի բարելավելու փորձերը երբեք չեն դադարում։ Կարելի ասել անցած 80-ական տարին եղել է շինարական տարի դպրոցի համար։ Երևի բակ մտնելուց դուք տեսաք բավական լավ ձևավորված կահավորված սպորտ հրապարակ, որ World Vision կազմակերպությունն է օգնել, ձեռք մեկնել դա կահավորելու համար, բացի դա գյուղը նաև օժանդակեց, գյուղապետարանը օժանդակեց, որպեսզի շեն միության կողմից մենք բավականին լավ սպորտ դահլիճ պատրաստեցինք։ Կարելի ասել հիմնանորոգեցինք։ Շատ լավ, շատ իրոք գովելի է, ես կասեի մեր մարզում, եթե առաջինը չէ, դա երկրորդը կլինի։ Նմանատիպ հարմարավետ ու լուսավոր դահլիճում ֆիզիկական լավ պատրաստվածություն ձեռք բերելուն այժմ որոշ չափով կարող է խոչընդոտել միայն ջեռուցման հարցը։ Տեղադրված էլեկտրական տաքացուցիչներն այնքան էլ արդյունավետ չեն։ Տնօրենը փորձում է մինչև ձմեռ կարգավորել խնդիրը։ Գրիշա Գաբրիելյանը հաստատությունը ղեկավարում է 26 երկար տարիներ։ Ինքն էլ նույն կրթօջախի շրջանավարտն է եւ անտարակույս հայտարարում է, որ դպրոցի շարժիչ ուժը հարազատ կրթօջախի խնդիրներով ապրող աշակերտներն են։ Ասվածի շուրջ կասկածներն իսպառ վերացան, երբ զրուցեցինք նրանցից մեկի հետ։ Մեր դպրոցի աշակերտների համար առաջին հերթին մենք ձգտում ենք լավ սովորել, երկրորդը մենք մեր դպրոցի աշակերտական խորհրդով փորձում ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որ բարելավի մեր դպրոցի իրավիճակը, ինչպես նաև մեր գյուղի իրավիճակը, եւ հենց հիմա էլ զբաղված ենք նման ծրագրի իրականացմամբ եւ ծրագիր ենք ներկայացրել կազմակերպությանը, որպեսզի մեզ օգնի այդ դպրոցի իրավիճակը բարելավել։ Դավիթ Բեկ գյուղը պայծառ ապագա ունի, քանի որ ներկայում մեծացնում է ակնածանքի արժանի սերունդ։